Եկեղեցուն այսօր երկու պիտակով են չափում։ Մեզ հետ է սուրբ է, մեր դեմ է տիրադավ է։ Ու սա քաղաքականացման ամենավտանգավոր ձևն է, որովհետև հավատքը դառնում է բաժանարար գիծ, իսկ հոգևորականի արժևորումը քաղաքական ճաշակի հարց։ Այսօր նույն մարդիկ, որ հոգևորականի քաղաքական պահվածքի համար նրան սրբության պատվից են զրկում, վաղը նույն տրամաբանությամբ նույնը կանեն ցանկացած մարդու հետ, եթե նա իրենցից տարբերվող կարծիք ունենա։ Սրա գինը վճարում է հենց եկեղեցին։ Երբ հոգևորականը մտնում է փողոցային քաղաքական պայքարի առաջին գիծ, առաջնորդում հանրահավաքներ ու նրան շրջանառվում է որպես իշխանության հավակնորդ, հանրության աչքում նա այլևս ոչ միայն հոգևոր հովիվ է, այլև քաղաքական դերակատար։ Ու հենց այստեղ է ճգնաժամը։ Իհարկե իշխանությունը պարտավոր է չմտնել եկեղեցու ներքին գործերի մեջ։ Դա կարմիր գիծ է, բայց նույնքան կարմիր գիծ է, երբ համահայկական կառույցը մտնում է կուսակցական խաղերի մեջ ու ինքն է դառնում հարվածի թիրախ։ Եթե ուզում ենք եկեղեցին պահել որպես միավորող տուն, պետք է վերականգնենք մի պարզ կանոն։ Հավատքը չի չափվում քաղաքական հայացքով եւ եկեղեցին չի կարող դառնալ նախընտրական շտաբ։ Եկեղեցին կամ կլինի բոլորին միավորող սրբավայր, կամ կդառնա բեմ, իսկ բեմը վերջում միշտ դատարկվում է։